Արամ։ Բարև։ Նստի հետդ խոսալու բան ունեմ։ Ինչ է եղել։ Արամ, խնդրում եմ, նստի, խոսալու բան ունեմ։ Ինչ է։ Պապան ասեց, որ Արփինն ես տեսել։ Հա, տեսել եմ։ Արամ, պապան շատ անհանգստանում քո համար։ Արմա պետք չի համար անհանգստանալ։ Ես երեխա չեմ։ Արամ, դու լավ գիտես, որ պապան անհանգստանում է քո համար։ Դու Արփիի պատճառով շատ ես տառապել։ Արմո, եթե կա մեկը ով տառապել է, այդ Արփինը։ Ու Արփիից ավելս պատմության մեջ ոչ մեկ չի տուժել։ Արամ, հա, հասկանում եմ։ Բայց Արփինը անտրել է տարբերակը։ Ինքը չէ՞ քեզ բաց թողեց։ Նա գիտեմ, բան չունեմ ասելու։ Ես էլ եմ ժամանակին Արփին մեղադրել, բայց Արփինս պատմության մեջ ընդհանրապես զոհ է։ Ու այն ինչ ինքը արել է ընտանիքի համար։ Հա, հիմա էլ թող իր ընտանիքը իր մասին մտածի։ Չէ, Արմո, ճիշտ չի։ Արփին մենակ է ու ես չեմ կարող իրան մենակ թողեմ։ Ու ես ինձ եմ մեղավոր զգում։ Արամ, դու ինչի՞ ես քեզ մեղավոր զգում։ Գիտես ինչի։ Որովհետև ես տայրակյանք խառնեցի ամեն ինչ։ Պլանավորել էինք, որ պետքա փախնեինք, բայց հղիության հանգամանքը խառնեց ամեն ինչ։ Դու հիմա ամենասխալ բանն ես անում։ Քեզ մեղադրելով հարց չես լուծի։ Արմո, եթե մարդ հասնում է ինքնասպանության շեմին ու այն պարագայում, որ բացի իր կյանքից կա նաև երեխու կյանքը, պատկերացնում ես ինչ հոգեվիճակում պետք է լինի այդ մարդը ու ինչքան տառապած պետք է լինի։ Պատկերացնում ես։ Հա, պատկերացնում եմ։ Արմո, ես ձեզ չեմ համոզում, որ իմ նման մտածեք կամ հասկանաք ինձ։ Բայց ես չեմ կարող նստեմ ու սպասեմ, թե ինչ է լինելու Արփի հետ։ Հա, բա ինչ ես անելու։ Չգիտեմ ինչ եմ անելու։ Բայց միակ փրկությունը այն կլինի, որ Արփին տանեմ ստեղից։ Դուրս անեմ դժոխքից։ Ուրիշ տարբերակ չկա։ Էլի նույն բանը։ Դու հիմա չես կարող դες բան անես, Արամ։ Արմո, ես չեմ կարողանում հանգիստ ապրեմ, իմանալով, որ Արփին այդ տանը տառապում է, որ կարող է մի օր ինքնասպան լինի, ու այդ ժամանակ իր կողքին ոչ ոք չլինի, որ փրկի։ Արամ, դու գոնե մի անգամ մտածել ես, թե ինչ կարա լինի ձեր հետ։ Մտածել ես, հա։ Ես մտածել եմ, թե ինչ կարա լինի, եթե Արփին մնա այդ տանը։ Արմո, հիմա նենց տպավորություն է, որ մի մարդու թողել եմ անտառում ու փախել եմ, որտեղ որ կա շատ վտանգավոր գազան ու կարա ամեն վայրկյան հարձակվի։ Ու ես չեմ գնում այդ մարդու մոտ, որ փրկեմ իմ կաշին։ Ես միշտ դեմ եմ եղել, որ դու գնաս Արփիի հետևից։ Բայց հիմա հասկանում եմ, որ պիտի գնաս։ Հիմա ինձ լուրջ պատճառներ ես ասում։ Ինչ անեմ։ Չգիտեմ։ Արամ, լսի քեզ ինչ եմ ասում։ Լսիր սրտից ձայնին։ Ես հիմա համոզում եմ, որ դու մտքիցդ չես անի ու ձեռք չես քաշի Արփիից։ Ոնց է։ Այսօր լավ չէր։ Իսկ հիմա ոնց է։ Հիմա արդեն հանգիստ է։ Կարաս մեզ մենակ թողես։ Լավ։ Մամի ջան, խնդրում եմ ինձ նայի։
Ես ուզում եմ իմանաս ես ով եմ ու դու ով ես։ Շատ եմ խնդրում, մամ։ Պապան ամեն անգամ անենց արել, որ մեր տանը քո կարիքը չզգացվի։ Ինձ տվել է ամեն ինչ։ Ես ոչ մի բանի կարիք չեմ ունեցել։ Ու ինձ տված էլ այդ է երջանկությունը։ Ինձ տված էլ ոչ մի բան պետք չի լիարժեք կյանքի համար։ Ես երբեք չեմ մտածել քո բացակայության մասին։ Որովհետև ինքը անընդհատ ասել է, որ դու մեզ թողել գնացել ես։ Ասել է, որ մեզ լքել ես։ Ու ինչքան էլ մեծ էր, ինչքան էլ շատ էր մայրական սիրո պակասը, ավելի շատ էր վիրավորված որդու ինքնասիրությունը։ Մամա խոսա։ Խնդրում եմ, ինչի չես խոսում։ Ես հիմա ավելի շատ քան երբևէ ունեմ քո կարիքը, քո ջերմության կարիքը, քո խորհրդի։ Հիմա մենակ դու ինձ կարաս խորհուրդ տաս։ Մենակ դու կարաս հույս տաս, որ ես դեռ կարամ երջանիկ լինեմ։ Որ ես կյանքում դեռ իմ տեղը չեմ կորցրել։ Մամ ջան, խնդրում եմ, խոսա։ Շատ եմ խնդրում, մի բան ասա։ Ես չեմ կարող առանց քո խորհրդի։ Ես ուզում եմ դու առողջանաս։ Ես ուզում եմ դու ինձ ասես, որ ուշքի արի Առնո։ Քեզ չի սազում։ Դու ուժեղ ես ու դու կարաս։ Ուր Արփին։ Կանգնի մի հատ, ինչ ես եկել։ Եկել եմ Արփին տեսնեմ։ Առնոն հիմա տանը չի, բայց որ հետ եկավ քեզ կսպանի, Արամ, ինչ ես անում։ Ես չեմ վախենում Առնոյից։ Ես հասկանում եմ, որ չես վախենում, Արամ, բայց դու չես պատկերացնում ինչ կլինի, եթե ինքը հիմա ներս գա։ Եվա ինձ չի հետաքրքրում Առնոն։ Ինձ հիմա մենակ Արփին է պետք, ու մինչև Արփին չտեսնեմ չեմ գնալու։ Մի հատ հանգստացի ու ինձ լսի։ Եթե Արփինը քեզ հետաքրքրում, ճիշտ կլինի, որ գնաս, որտեվ տենց կարաս Արփին վնասես։ Եվա ինչ էլ ասես, ինչ պատճառներ էլ բերես, մեկա չեմ գնալու։ Խնդրում եմ քեզ, ոնց բացատրեմ, որ պիտի գնաս։ Եթե եկավ երկուսիդ միասին տեսավ, երկուսիդ էլ կսպանի, հասկանում ես, Արամ։ Ես էլի եմ կրկնում, ես Առնոյից չեմ վախենում։ Ու մինչև Արփին չգա ասի, որ լավ է, չեմ գնալու։ Ես Արփիի մասին մտածելով եմ ստեղ եկել։ Դու եկել ես իր տուն, ուզում ես իր կնոջ հետ խոսես։ Չես պատկերացնում ինչ կանի, եթե տեսնի կամ իմանա։ Եթե ուզում ես Արփիի մասին իմանաս, ես քեզ կասեմ, զանգ տուր ամեն հարցիդ կպատասխանեմ։ Բայց հիմա պիտի գնաս, այլ ոնց բացատրեմ, Արամ։ Եվա թող Արփինի կգա ասի, որ լավ է։ Ու ես խոստանում եմ կգնամ։ Ես գնում եմ հիմա Արփին կանչեմ։ Բայց խոստացի, հենց եկավ գնում ես։ Խոստանում եմ, թող Արփին գա ասի, որ լավ է, կշրջվեմ կգնամ։ Արփի, 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 վեր կաց, վեր կաց, լավ ես քեզ գում, ինձ նայի, նորմալ է ամեն ինչ, հիմա պիտի շուտ հագնվես ու իջնես բակ, արագ, Եվ ինչ է, Արամն է եկել, ուզում է քեզ տեսնի, ոնց Արամն է եկել, ինչի համար, ուզում է քեզ տեսնի, Արփի, ասում է չեմ գնամ, ինչով չտեսնամ, որ Արփիի հետ ամեն ինչ նորմալ է, խնդրում եմ, մենակ շուտ։ Առնոն, Առնոն դուրս է եկել, տղերքից ոչ մեկ չկա, բայց ամեն վարկյան կարա հետ գա, նենց որ արագացրու, խնդրում եմ։ Եվ չէ, ես չեմ իջնի, Արփի, խնդրում եմ, մի բան արա թող գնա, Արփի 100 անգամ հետը խոսել եմ, չի գնում, ասում եմ մինչև չտեսնեմ իմ աչքով չեմ շարժվելու ստեղից։ Խնդրում եմ, հիմա արագացրու, ժամանակ չկա, հագնվի ու իջի։
Արամ ինչի ես եկել։ Արամ ինչի ես եկել, Արնոն որ տեսնի երկուսիս էլ կսպանի։ Արփի, ես չեմ կարողանում համակերպվել էլ մտքեդ, որ դու ստեղ տանջվում ես, չեմ թողելու էլ։ Տեսար Արփին։ Դե հիմա գնա, խոստացել է իր Արամ, գնա։ Արփի, արի իմ հետ։ Չեմ գնալու, չեմ թողել, որ դու էլ ստեղ տանջվես։ Մենակ մի բառ ու ամեն ինչ կփոխվի։ Արամ գնա, խնդրում եմ, գնա։ Արփի, վստահի ինձ, խնդրում եմ, ամեն ինչ լավ կլինի, մենակ թե վստահի ինձ։ Արամ մի խառնվի իրանց անձնական գործերին։ Արնոն Արփին սիրում է, ինքը երբեք Արփին չի վնասի։ Ինչ ուզում է լինի, ինքը Արփին չի վնասի։ Դու պետք է հասկանաս, որ դու սխալ բան ես անում։ Դու վատ բան ես անում, Արամ։ Չի վնասի։ Արնոն Արփի կյանքը առաջին իսկ օրվանից դժոխքի ա վերածել, ու դու ինձից լավ գիտես, ասում ես չի վնասի։ Արամ հիմա ինչ որ բան փոխել էլ չեն կարա, գնա։ Արփի, ոչ մի բանի համար ուշ չի։ Մենակ թե ասա, որ ուզում ես գազի մետ, ու ես քեզ կտանեմ ստեղից, խնդրում եմ։ Քո բոլոր դժբախտությունների պատճառը այն է եղել, որ դու վախենում ես ամեն ինչից։ Վստահի ինձ, խնդրում եմ, դու քո կյանքն էլ կփոխես, իմ կյանքն էլ, մենակ թե արի իմ հետ։ Ինչ։ Արփի, ասա ինձ քո բոլոր խնդիրների մասին, ես ամեն ինչ կանեմ, ամեն ինչ կլուծեմ, մենակ թե ասա։ Արփի, ամեն ինչ ավելի հեշտ է, քան դու պատկերացնում ես։ Խնդրում եմ, վստահի ինձ։ Ես չեմ ուզում լսեմ, որ մի օր դու ինքնասպան ես եղել։ Ու այդ օրը հեռու չի, հասկանում ես։ Ես ինչ չեմ ների, որ քեզ մի բան պատահի, հասկանում ես, Արփի։ Արամը ճիշտ չի։ Արփի, ճիշտ է։ Ճիշտ է, ես վստահ եմ ավելի քան երբևէ։ Արփի, ընդամենը մի բառ ու ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ես ամեն ինչ կանեմ, մենակ թե վստահի ինձ։ Ամեն ինչ ավելի հեշտ է, քան դու պատկերացնում ես, Արփի։ Խնդրում եմ, արի իմ հետ։ Արփի, մի բառ։ Ընդամենը մի բառ, խնդրում եմ։ Մամ ջան, Արնոնը ճանաչեցիր քո տղենը։ Մամա։ Ուր այ Արնոն։ Մամա, ես Արնոն քո դեմը նստած է։ Իմ տղան ուր է։ Դու ճանաչում ես իմ Արնոնին։ Էվային ճանաչում ես։ Դու գիտես իմ ընտանիքը։ Հա, ճանաչում։ Բոլորին էլ ճանաչում եմ։ Էվան հիմա փոխվեց երկրորդ դասարան։ Էվան շատ լավ է, մամ։ Էվան արդեն մեծ աղջիկ է դառել։ Չէ, Էվան շատ բուջուր է։ Հիմա արդեն դպրոց պիտի գնա։ Գնում է, չէ՞ դպրոց։ Հա, գնում է։ Քեզ Ֆելիքսն է ասել, որ գաս։ Չէ, ինչ ոչ ոք չի ասել։ Ես ուղղակի եկել եմ քեզ տեսնել։ Բայց դու ճանաչում ես չէ երեխեքից։ Արնոյին, Էվայի։ Ես իրանց շատ եմ կարոտել։ Արնոն լավ տղա է։ Արնոն ավելի ուժեղ է, քան Էվան։ Արնոն հորն է նման։ Դու կռվարար է։ Դեռ դպրոցում կռվում է Արնոն։ Հա։ Էլի կռվում։ Ես շատ եմ կարոտում երեխաներիս։ Անընդհատ երազներից բալիկներիս եմ տեսնում։ Դու լավ տղա ես։ Կբերես չէ երեխաներիս ինձ մոտ։ Երազիս մեջ անընդհատ իրանց եմ տեսնում։ Ապայման կբերեմ։ Արնոյին էլ Էվային էլ։ Դու քո երեխեքին կտեսնես։ Արնոն շատ էր կռվում դպրոցում։ Ես ասում էի Ֆելիքսին, այդքան երես մի տուր, գլխին փորձանք կբերի։ Էլի կռվում են քուրու եղբայր։
Հակառվում եմ, բայց այդ շատ սիրելուց է ոչինչ։ Իրանք իրար շատ են սիրում։ Արնոնը վայն շատ է սիրում։ Դու լավ տանես, էլի կգաս։ Կգամ։ Միշտ։ Մարկ, Ինչ ես ուզում Մի արա Մարկ, սուս մնա։ Արփես մեր վերջին շանսն է, Արփի։ Մի արա։ Ինչ շանսի։ Արփես մեր վերջին շանսն է, Արփի։ Խնդրում եմ։ Արփի, ես քո խոսքին եմ սպասում։ Արամ, ես չեմ կարա։ Մի Ուր արա։ պետք է կա քո այդ ինքը, Արա, դու մի խառնվի մեր ասական կյանքին։ Դու ես եղել, որ Արփին իմ այս վիճակում է։ Ձեր մեղավորությունն է։ Դու եկիտես խի այնքը ամուսնացել։ Արամ, չկա, խնդրում եմ։ Մարկ, մի արա, Մարկ։ Մարկ, դու հասկանում ես, որ Արնոն եկավ ինչ անելու։ Մի հատ վերջացրու, հասկանում ես ինչ ես անում, Մարկ։ Մի արա, ասում եմ։ Մարկ, մի արա։ Արփի, արի իմ հետ ամեն ինչ լավ կլինի, ես քեզ խոստանում եմ, ամեն ինչ լավ կլինի։ Արամ, ես չեմ կարա։ Արփի, հերիքա վախենաս։ Հերիքա վախենաս ու բոլորի մասին մտածում ես, բացի քեզանից, հասկանում ես։ Հերիքա բոլորի մասին մտածես, արի։ Չէ։ Արամ, ես չեմ կարա։ Մարկ, Արամ գնա։ Արամ, խնդրում եմ, Արամ։ Արփի անկացնյանից թե ով աղն, դու չպետք է քեզ այս սպայես։ Արա ես սուսանը կսպան եմ, արա։ Արամ։ Մի հատ այս կողմանց։ Մարկ, հենց հիմա։ Արիներ սարպի։ Արիներ սարպի։ Կարելի է բժիշկ։ Համեցեք։ Նստեք։ Ինչով կարող եմ օգնել։ Մորս հետ կապված եմ ուզում ձեր հետ խոսամ։ Հետս խոսած, շատ երկար։ Դա սպասելի արդյունք է։ 2-3 օր է դեղերը չի ընդունել, արդեն խոսում եմ։ Շատ լավ եմ։ Բայց նորմալ է, որ դժվար էր խոսում։ Դա էլ է նորմալ։ Տարիներ շարունակ ձեր մայրը հոգեմետ դեղեր է օգտագործել։ Ու կասեի, որ բավականին ուժեղ կին է ձեր մայրը, որ դիմացել է։ Ինքը ինչ չճանաչեց։ Ես ձեզ խորհուրդ կտամ համբերությամբ զինվել։ Ձեր մորը ժամանակ է պետք։ Առանց այդ էլ մեծ առաջընթաց է։ Իհարկե կներեք, որ այսպես եմ արտահայտվելու, բայց մեկ ուրիշը ձեր մոր փոխարեն կամ մեռած, կամ կենդանի դիակ կլիներ։ Հասկանում եմ ինչ եք ասում։ Իսկ ձեր կարծիքով կապակի մի մայրս կդառնա առաջվանը։ Կհիշեն ինչ-որ հետ կատարվել է, թե չէ։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար։ Շնորհակալ եմ բժիշկ։ Շատ մեծ լավություն արած կլինեք ինձ համար։ Արդեն 3 օր է դադարեցրել եմ դեղերը, վիճակը գնալով կայունանում է։ Օրգանիզմը տարիներ շարունակ դեղերով է լցված եղել եւ փաստացի բթացրել է պացիենտի բոլոր զգայարանները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձեր մայրը հոգեկան շեղումներ չունի, ամենայն հավանականությամբ չունի, բայց կշարունակենք հետազոտությունները։ Այսինքն բժիշկ։ Գիտեք, հոգեկան հիվանդները սովորաբար չեն բուժվում։ Ձեր մայրը տարիներ շարունակ հոգեմետ դեղեր է ստացել, որոնք նրան բացարձակ չեն օգնել։ Ստացվում է ձեր մայրը հիվանդ չի էլ եղել։ Նշանակում մորս տարերեն հոգեբուժեր են առողջ։ Ես չեմ ուզում սխալ ենթադրություններ անել։ Սա նախնական կարծիք է։ Բայց ամենակարևորը այն է, որ Ալան սկսի խոսել։ Իսկ եթե Ալան խոսեց, մենք շատ հարցերի պատասխաններ կիմանանք։ Շնորհակալ եմ բժիշկ։
Դուք ինձ համար շատ մեծ բան եք անում։ Ինչի համար։ Ես իմ գործն եմ անում։ Միևնույն ամեն ինչ շատ շուտով կպարզվի։ Ես ամեն ինչ շատ արագ կիմանամ։ Դրա համար ժամանակ է պետք առնում։ Ես շատ եմ ուզում մորս հետ խոսամ։ Գիտեմ, որ պետք չի ծանրաբեռնել, բայց քանի խոսում ուզում եմ ամեն ինչ լսեմ։ Ուզում իրան լսեմ, որովհետև տարիներ շարունակ չեմ լսել։ Հասկանում եմ, բայց շատ մի ծանրաբեռնեք։ Արի պաշկի։ Հարկը կգակ խոսես հետ է, հիմա չարապի, հիմա մենակ խնդրում եմ շուտ պարկի տակացի։ Պետք է Մարկի հետ խոսամ։ Հիմա չէ, հետո կխոսես Մարկի հետ, լավ։ Հիմա պարկի, խնդրում եմ քեզ, տեսնում ես ոնց ես տողում։ Բայց Արամի հետևից կգնամ։ Արփի ոչինչ չի լինի, ինձ նայի։ Խնդրում եմ քեզ։ Պարկի հանգստացի, տես ոնց ես տողում։ Ես Մարկին կզանգեմ, հետո կխոսեմ, լավ։ Ինձ նայի, լավ։ Պարկի։ Եկար, ես գիտեի, որ դու նորից կգաս, որ դու ինձ չես խաբի։ Ես խոստացել է չէ, որ կգամ, ուրեմն եկա։ Բա, երեխեքս, չես բերել իրանց։ Ես ուղղակի հիվանդանոցից դուրս չեմ եկել, եկա մոտդ, որ մենակ չլինես։ Ես միշտ մենակ եմ եղել։ Ինձանից խլեցին իմ բուջուրներին։ Փակեցին խավարում։ Ո՞վ է քեզ փակել։ Ֆելիքսը։ Ամուսինդ։ Հա։ Ֆելիքսը իմ ամուսինն է։ Ատում եմ, զզվում եմ։ Իսկ ինչ էր Ֆելիքսը քեզ փակի տակ պահում։ Ես խանգարում էի նրան։ Ինչով էիր խանգարում։ Չգիտեմ։ Ես դու հիշում ես ոնց եղավ, որ քեզ հոգեբուժարան տարան։ Հա։ Ես միշտ կռվում էի Ֆելիքսի հետ։ Ինքը ուզում էր ազատվել ինձնից։ Ինքը գիտեր, որ ես մի օր ամեն ինչ կասեմ։ Ինչ կասես։ Ինչ էր Ֆելիքսը քեզանից վախենում։ Չգիտեմ, իր կեղտոտ գործերը երևի։ Իսկ ինչ կեղտոտ գործերի մասին էր խոսքը։ Չեմ հիշում։ Չգիտեմ։ Լավ, ես չեմ ուզում դու լարվես։ Եթե չես ուզում մի ասա։ Շատ դաժանվեցի ինձ հետ։ Նրանք չխնայեցին ինձ։ Գոնե երեխաներից խնայեն։ Գոնե երեխաներից համար։ Ես խնդրում էի, ասում էի, առանց ինձ իմ երեխաները անտեր կմնան, բայց իրանք չխնայեցին ինձ, չխնայեցին։ Իրանք ով։ Ֆելիքսը, Անիտան։ Ով։ Անիտան։ Ես նրան մեր տուն ընդունեցի, երբ բոլորը երես էին թեքել նրանից։ Ես դրա համար ամեն ինչ արեցի, ընդունեցի,
բայց ինքնից հետ այսպես վարվեց։ Ես քեզ խնդրում եմ հիշես Անիտան ինչ կապ ունես պատմության հետ ու քո ընտանիքի հետ։ Ես քեզ շատ եմ խնդրում հիշի։ Ես խնդրում էի Անիտային, ասում էի բացատրի Ֆելիքսին, ասա, բայց ինքը ինձ չէր լսում, անդադ սրսկում էր։ Էլ էր սրսկում։ Ես քեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում հիշի, Անիտան ինչ կապ ունեցել քո ընտանիքի հետ, ինչ կապ ունեցել Ֆելիքսի հետ։ Չգիտեմ, չեմ հիշում, չեմ ասի, չգիտեմ։ Լավ, հանգստացի, ես չեմ ուզում, որ դու անհանգստանաս։ Մի ասա, եթե չես ուզում, մի ասա։ Լավ, ավելավա դու քնես հանգստանաս։ Ես հետո էլի կգամ։ Անտան ինչ կապ ունես պատմության հետ ու հետ։ Գնում ես։ Էլի կգամ։ Ես քեզ խոստանում եմ, որ անպայման էլի կգամ։ Մի գնա էլի, խնդրում եմ, մնա։ Ես քեզ էլ երբեք մենակ չեմ թողելու։ Ես խոստանում եմ, որ անընդհատ կողքդ կլինեմ։ Երբեք էլ մենակ չես մնա։ Իսկ Արնոյին ու Էվային կբերես հետդ։ Ես անպայման կասեմ, որ գտել եմ իրենց մորը։ Իրանք հարցնում են իմ մասին, խոսում են ինձնից։ Հա, խոսում են։ Ոչ չեն խոսում, շատ են խոսում, կարոտում են, հարցնում են անընդհատ քեզանից։ Ու ես վստահ եմ, որ շատ կուրախանան իրանք, որ ասեմ գտել եմ իրենց մորը։ Հա, անպայման ասա։ Ասա, որ սպասում եմ իրանց, ասա։ Հա, կասեմ։ Չես մոռանա, չէ՞, իմ մասին։ Չէ, էլ երբեք ես քո մասին չեմ մոռանա։ Ես քեզ խոստանում եմ, որ անընդհատ կլինեմ կողքիդ։ Ոնց է։ Արդեն ավելի լավ։ Միտքը ավելի պարզ է, ավելի հստակ է խոսում։ Շատ լավ է։ Բժիշկ, ես ուզում եմ առաջվանման մորս առողջ տեսնեմ։ Ես դրա համար ոչ մի բան չեմ խնայի, ոչ մի հնարավորություն, ոչ մի փող։ Ես ուզում եմ ամեն ինչ անեք, որ իմ մերը առողջ դառնա։ Հասկանում եմ ձեզ, բայց պիտի համբերատար լինեք։ Միանգամից նա ոտքի չի կանգնի։ Տարիներ շարունակ դեղերով էլեկտրաշոկով ջնջել են մարդու հիշողությունն ու գիտակցությունը, ու դա միանգամից չի վերականգնվում։ Ես ուզում եմ բժիշկ, մորս նորից առողջ տեսնեմ։ Կլինի։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդպես լինի։ Ես ձեզ վստահում եմ։ Զանգում եմ չի պատասխանում։ Ստացի։ Արփի ամեն ինչ լավ է լինելու, չանհանգստանաս։ Հերթական անգամ ենք ամեն ինչ կորցնում ենք Ափիկով վախի պատճառով։
Ասա Սոնա։ Սոնան չին Էլինան։ Ինչ ա եղել։ Սոնան ուզում է քեզ տեսնել։ Ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ։ Քննիչն է այստեղ, Սոնան ուզում է քեզ տեսնի։ Ասում է մինչև չգաս քննիչի հետ չի խոսելու։ Արփի էլ չտեսնեմ լաց լինես, լսեցիր։ Շատ զգացմունքային տեսարան է։ Արփի գնա վենաշապիկս բեր։ Մոխրագույնը։ Արագացրու, ես շտապում եմ։ Ինչ ես անում առնա։ Թույլ կտաս, ես որոշեմ, թե ոնց խոսամ կանաչս հետ։ Ես քեզանից ես չեմ ուզել։ Գնա մեկ ուրիշը բեր։ Աղնա, բայց ես իրից։ Ես մեկ ուրիշն եմ ուզում։ Դու ծառայելու համար ես տեղ։ Ուրեմն ծառայի։ Գնա վերնաշապիկս բեր։ Գնա ասում եմ։ Արփին իրան լավ չի զգում։ Ես կբերեմ։ Ես եմ որոշում, ով բերի։ Սպասի։ Ասա։ Փոխի դեմքիդ արտահայտությունը։ Ես ուզում եմ, որ դու ժպտաս։ Ժպտա Արփի, որովհետև քո ամուսնու համար գնում ես վերնաշապիկ բերես։ Իսկ այդ քո համար շատ մեծ պատիվ է։ Առնա, ինչ ես ուզում ինձնից։ Այն ինչ որ ուզում եմ մարդը, ով միջև վերջ նվիրվում է ու իրեն մեջքից հարվածում են։ Որը դառնում է գազան։ Ուզում անես ցավացնի, որ դու զգաս այդ ցավի խորությունը։ Իսկ հիմա գնա բեր ինչ որ ուզեցի։ Հերիք առնու։ Հերիքա։ Չի կարելի։ Արամն էր եկել ստեղ։ Հետո։ Հետո քո ասելով չենք մոտեցել, չենք խառնվել։ Լավ է կարել։ Շատ լավ է կարել։ Արփի աղբերն էր եկել։ Վիճեցին իրար հետ, Արամը թողեց գնաց։ Ոնց որ թե Մարկը Արամի հետևից գնաց։ Պետք է ինչ-որ բան անենք։ Չէ։ Շատ լավ է։ Ամեն ինչ իր ունով գնում է։ Դու կարևորը վռամին գտեք, ինձ վռամն է պետք։ Լավ։ Հիմա քեզ լավ ես կամ։ Բարև ձեզ։ Բարև։ Ոնց է Սոնա։ Ինչ ա եղել։ Արամ, ես վախենում եմ այն մտքից, որ կարող է դու ինձ խփած լինես։ Ես չեմ դիմանա, որ պարզվի դու ես։ Ինչ ես խոսում Սոնա։ Հա, Արամ, մութ էր։ Ես չհասկացա ով էր։ Արամ, ես քեզ սիրում եմ։ Ու խելագարվում եմ այն մտքից, որ կարող է դու խփած լինես ինձ։ Սոնա, ես ինչի պետք է տենց բանանացի ունեի։ Ինչի պետք է ուզենայի քեզանից ազատվել։ Արամ, ես աղոթում եմ Աստծուն, որ դու չլինես։ Ես չեմ դիմանա այդ հարվածին։ Դե ասեց, մութ ա եղել ու չի տեսել ով ա խփողը։ Արամ, եթե դու ես եղել, ավելի լավ էր մեռած լինեի։
ու չպարզվեր, որ դու ես ինձ խփել։ Ո՞նց են գործերը, Արնոն։ Լավ է։ Ընկերությունում են գործերը շատ լավ։ Ուղղակի օրս մայից հետո սկսել եմ անընդհատ մորս մասին մտածել։ Ուզում եմ գտնեմ։ Ուզում եմ ճիշտն իմանամ։ Տարիներ շարունակ մորս կորած եմ համարել։ Ու ոչ մի անգամ չեմ հետաքրքրվել, թե ինչի է գնացել, ոնց է գնացել։ Իսկ հիմա սկսել եմ հետաքրքրվել։ Հասկանում եմ, Արնո ջան, հա։ Ես ուզում եմ գտնեմ մորս ու ամեն ինչ պիտի անեմ դրա համար։ Ես պիտի իմանամ իր հետ ինչ է եղել։ Գոնե իմանամ ինչ է մեզ թողել։ Այդքան բան։ Բայց ոնց ես պատկերացնում, որ ասում ես գտնեմ։ Ես որոշ տեղեկություններ ունեմ։ Նրա մասին, որ ինքը չի փոխել։